Երևանի օդի աղտոտվածությունն այնպիսի մասշտաբների է հասել, որ խնդրի մասին սկսել են ահազանգել նաև բնակիչները։ Ժամերի ընթացքում տան իրերի վրա գոյացող փոշու շերտն իսկական գլխացավանք է դարձել հատկապես տնային տնտեսուհիների համար։ Խնդիրը ոչ այնքան օդի հետ միախառնված փոշին է, որքան դրա եւ օդում առկա առողջության համար ռիսկային քիմիական տարրերի թույլատրելիից շատ բաղադրությունների առկայությունը։ Կապար, պղինձ, ցինկ, մոլիբդեն, Երևանի օդում հայտնաբերված քիմիական տարրերի շարքը երկար կարելի է շարունակել։ Եթե փոշու ամբնանձեն աչքով տեսանելի է, ապա թվարկված տարրերը ոչ միայն չենք տեսնում, այլև չենք զգում։ Հետևանքները որպես կանոն որոշ ժամանակ հետո են զգացնել տալիս։ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում արդեն երկար տարիներ է կարողանում են հետազոտել փոշու մեջ առկա տոքսիկ տարրերը, փոշու մանր մասնիկների մասնաբաժինը եւ թե որքանով են դրանք վտանգավոր մարդու առողջության համար։ Երևանը երևի ունիկալ քաղաքներից է, որ մեր կենտրոնը 40 տարվա հետազոտությունների շարք ունի, այսինքն մենք կարող ենք իր երկրաքիմիական պատմությունը կառուցել եւ կառուցում ենք, որտեղ երևում է արդյունաբերական խորթային տարիների այդ ծանր անթրոպոգեն ստրեսը, հետո կոլապսը, հետո նորից, այսպես ասած, վերածնունդը, ինչ ազդեցություն է ունեցել երկրաքիմիական իրավիճակի վրա, որը ավելի շատ խոսում է մեր միջավայրի քիմիայի մասին, ինչ միջավայրում ենք մենք ապրում։ Եվ տարիներ շարունակ մենք Երևանի հողերում, ջրերում, Հրազդան գետի հատակային նստվածքներում եւ նաեւ մթնոլորտում փոշու մեջ գրանցել ենք ծանր մետաղների տարբեր պարունակություններ, ֆոնային գերազանցումներով, սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումով, շատ հաճախ նաեւ առողջական ռիսկեր պարունակող գերազանցումներով։ Եվ այս տենդենսը շարունակվում է եւ ունիկալությունը եւ գիտական եւ պրակտիկ առումով այն է, որ այն ինչ որ մենք հայտնաբերում ենք 90%-ով անթրոպոգեն են։ Աղտոտման աղբյուրները շատ են, ազդեցությունները կրճատելու արդյունավետ մեխանիզմներն էլ չեն գործում։ Մայրաքաղաքում եւ հարակից տարածքներում միայն ավազի ու քարի 39 հանքավայր կա։ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը շեշտում է, օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար նախ եւ առաջ աղտոտման աղբյուրները սահմանափակել է պետք, հետո նաեւ միջոցառումների համալիր ծրագիր իրականացնել։ Կանաչապատումը պետք է չլինի ուղակի ծառերի տնկում կամ ինչ որ մեկի, ուրեմն սիրած բույսի ներկրում, դա պետքա լինի համակարգային, դա պետքա լինի ճիշտ, դա պետքա լինի գրագետ, դա պետքա բխի ոչ միայն տվյալ տարածքի կլիմայական պայմաններից, այլ պետքա բխի նաև էկոլոգիական ստրեսից։ Երևանը մոտ 10 տարի առաջ ուներ այդ ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծը, որը մենք էինք մշակել, հիմք ընդունելով այդ բոլոր շերտերը եւ որոշակի տեսականի էինք առաջարկում։ Կարող են մասնագետները այդ տեսականուն համաձայն չլինեն կամ լինեն, բայց համաձայն չլինելու համար այլընտրանք պետք է առաջարկեն։ Այսօր ոչինչ։ Ոչինչ չէ։ Առաջարկեցիք, որևէ ընթացք չստացավ։ Գուցե ինչ որ հատվածական տեղերում ուրեմն իրականացվեցին խորհրդատվության ուրեմն այդ բոլոր բաները, բայց դրանով ավարտվեց։ Քաղաքային իշխանության կողմից որոշումների հատվածական կայացման եւ քաղաքը մեկ միասնական համակարգ չդիտարկելու պատճառով բացի ռեսուրսների անտեղի վատնումից, նաեւ խնդիրներն են մնում չլուծված։ Խորհրդային ժամանակներից ժառանգած քաղաքի միջավայրի մտահոգիչ բաղադրությունն էլ ավելի մտահոգիչ դարձավ մայրաքաղաքում ընթացող տարերային գետային շնարհության պատճառով։ Քաղաքի բնականon օդափոխության համակարգը սկսեց խախտվել այն պահից, երբ տարերային կառուցապատումն աստիճանաբար դուրս մղեց Երևանի թամանյանական նախագիծը։ Քանի որ քաղաքի օդափոխության բնական օդափոխության համակարգը խառնված է, եւ մենք վաղուց շեղվել ենք թամանյանական քաղաքի օդափոխության ճիշտ գրագետ ձևակերպումից, դրա համար հիմա արդեն խճանկարային պատկեր ունենք աղտոտման, որովհետեւ մենք ունենք կետային կառուցապատում։ Ինչ է կետային կառուցապատումը։ Դրանք բարիերներ են, որոնք օդափոխության համար արգելք են հանդիսանում, պատնեշ են հանդիսանում։ Եվ քաղաքը, որ ճիշտ կառուցված է լեռնահովտային քամիներով առանձնացող տարածքում, այսինքն օրվա մեջ 2 անգամ մենք քամու ուղղություն ենք փոխում Սևանից Երևան, Երևանից Սևան, եւ դա ըստ Թամանյանի գծագրության, փողոցների դիրքադրության շենքերի պետք է ապահովեր այս կատլավինայում գտնվող քաղաքի օդափոխությունը։ Եվ մենք խախտել ենք ամբողջ օդափոխությունը, դրա համար այսօր խոսել մի տարածքի մասին, որտեղ մենք ունենք համեմատաբար մաքուր, միտեղ փոշինը շատ ծանր մետաղներն է քիչ, միտեղ փոշին քիչ է ծանր մետաղներն են մեջ է շատ, միտեղ
երկուսն էլ ավելի։ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները փողոցային փոշուց բացի փոշու մեջ տարբեր քանակությամբ քիմիական տարրերի տարբեր պարունակություններ են հայտնաբերել Երևանի ամբողջ տարածքում։ Քիմիական տարրերի պարունակությունների առումով առավել մտահոգիչ են Երևանի կենտրոնն ու հարավային շրջանները։ Խնդրի մասին էկոկենտրոնն ահազանգում է տարիներ շարունակ, եւ վերջին տարիներին նույնիսկ հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն է գրանցում նշված նյութերի թույլատրելի սահմանաչափի գերազանցում։ Աղտոտման աղբյուրների դասակարգում նստեության բարդ չէ։ Պատմական աղտոտումից զատ օդի բաղադրության մտահոգիչ պատկեր ստանալուն զգալիորեն նպաստում է ներկայումս գործող արդյունաբերական գործարանները, տրանսպորտը, շինարարությունը, արտաքին ծածկույթ չունեցող հողատարածքները եւ այլն։ Ուշագրավ է, որ օդարտանետվող տոքսիկ նյութերի քանակությունը զգալիորեն մեծանում է խցանումների ժամանակ, իսկ Երևանը խցանումների առումով բացառիկ քաղաքներից է։ Լուսացույցների աշխատանքի ոչ գրագետ կարգավորումը, մեքենաների մաշվածությունը եւս նպաստում են տոքսիկ նյութերի արտանետումներին։ Աղտոտման աղբյուրների բազմազանությունն այնքան չի զարմացնում Սահակյանին, որքան դրանք սահմանափակելու ցանկության բացակայությունը։ Մասնագետը ընդգծում է, մի քանի տարրական կանոնի եւ օրենսդրական կարգավորումների հետևելով հնարավոր է զգալիորեն նվազեցնել օդի աղտոտման մակարդակը։ Երևանը ունի Green Action Plan, այսինքն կանաչ գործողությունների ծրագիր։ Գոնե դրան հետևենք։ Դրան էլ չենք հետևում այնպես, որ ունենանք դրական էֆեկտներ։ Չունենք այդ դրական էֆեկտները, ընդ որում կարող ենք ունենալ շատ արագ դրական էֆեկտներ, նույն բնահեն լուծումների միջոցով, նույն գրագետ կանաչապատման լուծումով, նույն աղտոտման աղբյուրների սահմանափակման, նույն եղած օրենքների կիրառմամբ։ Մի հատ այդ մի քանի կոմպոնենտը, որը որ շատ ֆինանսների հետ կապված չի, անենք, տեսնենք ինչ էֆեկտ ենք ունենում։ Հետո նոր մտածենք մեծ բաների մասին։ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային կենտրոնը հասարակության ամենախոցելի հատվածի երեխաների համար հնարավորինս անվտանգ միջավայր ապահովելու նպատակով 2018 թվականից մանկապարտեզների համար մշակել էր կանաչ պատի ստեղծման ծրագիր։ Ծրագիրը թույլ էր տալիս ընդամենը 300-ից 500 հազար դրամով մանկապարտեզում ստեղծել կանաչ պատ, որը բնական եւ մեխանիկական պատնեշ կհանդիսանար աղտոտման աղբյուրների պարտեզ մուտք գործելու համար եւ օդը կմաքրեր։ Տիկին Սահակյանի խոսքով պատի ստեղծման համար անհրաժեշտ բուսատեսակները առկային բուսաբանական այգում, խորհրդատվությունն էլ անվճար տրամադրում էին կենտրոնի աշխատակիցները։ Միակ պարտավորությունը, որ մնացել էր քաղաքապետարանի ու մանկապարտեզի վրա, պատի խնամքն էր։ Եթե դուք նայեք մեր մանկապարտեզների իրավիճակները, որ մենք հետազոտել ենք Երևան քաղաքի մանկապարտեզների հողերը, կտեսնենք, որ չի տարբերվում քաղաքի այդ աղտոտված հողերի վիճակից, ցավոք սրտի, եւ մենք երկար տարիներ Երևանի քաղաքապետարանի հետ փորձում ենք աշխատել, որպեսզի հասկանանք ինչ ենք անում։ Փորձեր ենք արել նաև մոդելային տարածքներում Եվրասիա ֆոնդի հետ միասին իրականացնել որոշակի միջոցառումներ, օրինակ կանաչ պատի ստեղծում մանկապարտեզներից մեկում, խնամելը մնացել էր քաղաքապետարանի եւ մանկապարտեզի վրա, 2-3 տարի ուրախացանք, այս տարի գնացինք, տեսանք, որ այդ պատից գրեթե ոչինչ չի մնացել, շատ ցավով եմ նշում, որովհետեւ ռեսուրսներ էր դրված եւ քաղաքապետարանի հետ համագործակցելով էինք այդ պատը ստեղծել եւ նույնիսկ եվրոպական հեղինակավոր պորտալներով դա որպես օրինակ էր, թե ոնց կարելի է մանկապարտեզները պատնեշավորել եւ երեխաների անվտանգությունը քիչ թե շատ բարձրացնել։ Տիկին Սահակյանի զարմացնում է ոչ այնքան օդի աղտոտման աղբյուրների բազմազանությունը, որքան լուծումներ գտնելու կամքի բացակայությունը։ Գիտնականը փաստարկելով, թե ինչպես կարելի է չնչին գումարներով զգալի դրական տեղաշարժ ունենալ էկոլոգիական առումով, իր սիրած արտահայտությունն է կրկնում։ Շատ դեպքերում մեզ պակասում է ոչ թե փողը, այլ քթածակը։ Մենք մի մեծ ծրագրի մեջ էինք, որը Եվրոմիության շրջանակային ծրագրերից է Հորիզոն 2020, եւ մեր կենտրոնը ներառված էր որպես հետազոտող եւ դա վերաբերում էր եվրոպական, այդ թվում նաեւ Երևանի բնապահպանական խնդիրներին եւ իմաստը որն էր, որ մենք գիտենք, որ բնապահպանական խնդիրներ կան, շրջակա միջավայրի խնդիրներ կա, ինչ ենք անելու, այդ ու ինչ, այդ հարցին էր ուղղված, այդ Connecting Nature ծրագիրը, որտեղ բնահեն լուծումները առաջնային դերում էին եւ մենք փորձեցինք դա կիրառել Երևանի այդ մանկապարտեզների համար, որպեսզի դա վարակիչ լինի ու տարիներ շարունակ մենք այդ ծրագրի կոորդինատորի հայաստանյան կոորդինատորի Ասմարյան Շուշանիկի հետ ինչքան Երևան քաղաքապետարանում բնապահպանության վարչությունը եղել, գնացել ենք եւ պատմել ենք այդ ծրագրի մասին, պատմել ենք, որ ընդհանրապես պետք է մի որոշում, որը որ իր հետևից շատ ֆինանսական միջոցներ չի պահանջում որպեսի օրինակ տարվա մեջ, չգիտեմ, 10 մանկապարտեզ եք պլանավորում,
վերանորոգել։ Այդ 10 պարտեզի մեջ գոնե կանաչ պատի ստեղծումը դարձրեք օրենքի պահանջ։